Շնորհակալ եմ, մեծարգո փոխոսնակ, հարգելի Տիկին Մանասյան, այսօր քննարկում ենք MIP 2024 թվականի հաղորդումը եւ ես էլ իհարկե շատ պոպուլար գուցե չեմ լինի, բայց կանդրադառնամ մարդու իրավունքների խնդիրներին։ Ես կարծում եմ, որ հարգելի գործընկերներ, բացի իշխանության եւ ընդդիմության ֆան կլաբների անդամներից այս երկրում ապրում են նաև մարդիկ, որոնք գուցե չունեն ընդգծված քաղաքական կողմնորոշում, բայց եւ նրանց ամենևին չի հետաքրքրում, թե ով որքան ջանք է գործադրում, ով ինչպիսի նախագծեր է իրականացնում, բայց նրանց հետաքրքրում է, թե այդ որոշումները ինչպիսի ազդեցություն են ունենում իրենց կյանքի որակի վրա եւ ինչպես են ազդում իրենց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա։ Իհարկե զեկույցը բավականին ծավալուն է Տիկին Մանասյան, ես ամբողջ ուրեմն բովանդակությանը, եթե նույնիսկ ցանկանամ չեմ կարողանա անդրադառնալ, բայց մի քանի շեշտադրում այնուամենայնիվ կուզեմ անել։ Առաջին հերթին կուզեմ խոսել տարեցների իրավունքների մասին, որովհետև դուք եւս նշեցիք, որ առանձին նոր որպես այդպիսին թեմատիկա եք առանձնացրել ձեզ համար, այս մասին ուզում եմ խոսել հատուկ ընդգծելով տարեցների համար անհրաժեշտ ծառայությունների անբավարար քանակը եւ ընդհանրապես դրանց բովանդակությունը, որովհետեւ օրինակ քաղաքական տարբեր ուրեմն երբեմն շահարկումներից, երբեմն արդարացիորեն նպատակահարմարությունից ելնելով մենք քննարկում ենք օրինակ կենսաթոշակների բարձրացումը, մասնավորապես ընդդիմադիր մեր գործընկերներին տարեցների իրավունքները հիմնականում այդ կոնտեքստում է հետաքրքրում, բայց այն իմաստով, որ մենք մեր օրինակ պարտավորությունները չենք կատարում եւ այլն, կամ որպեսզի ներկայացնեն, թե իշխանությունը որքան այսպես իրենց լեզվով ասած ապաշնոր է այս իմաստով, բայց իհարկե սա կարևոր որոշում կամ փոփոխություն է, որը մենք արդեն խոստացել ենք, բայց դրանից բացի ես կարծում եմ, որ մեզ պետք է հետաքրքրի նաև, թե օրինակ այս անձանց դեպքում ինչ ծառայություններ, ինչ մեխանիզմներ կան նրանց իրավունքները պաշտպանելու, երբ օրինակ նրանցից խլում են իրենց սեփականությունը, երբ նրանք միայնակ հայտնվում են առանց որևէ խնամքի եւ առանց որևէ աջակցության եւ չունեն բավարար միջոցներ դա ապահովելու համար եւ այստեղ նույնիսկ բարձրացրած ամսական 5000-ով, կամ 4000-ով բարձրացած կենսաթոշակը իրենց օգնության չի գալու։ Մյուս հարցը, որը կարծում եմ կարևոր է երեխաների նկատմամբ ուրեմն բռնության, կանխարգելման եւ ընդհանրապես երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված համակարգերն են։ Ես ուզում եմ ցավով նշել, որ մարզպետարաններում իրականացված կառուցվածքային փոփոխություններից հետո մենք բավականին լուրջ ռեսուրսների եւ միջոցների պակաս ունենք։ Այս փոփոխությունների հետևանքով մասնավորապես կոնկրետ բաժիններում աշխատողների խնդիր ունենք, բաժինները որոշ դեպքերում լուծարվել կամ միացվել են եւ այստեղ մենք մասնագիտական թիմի աջակցության կարիք ունենք։ Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ խոսեցի եւ այս մասին ես ամբողջ տարվա ընթացքում եմ խոսում, մատչելիության խնդիրը դեռևս չի լուծվում, սա հնուց եկած խնդիր է, այսպես ասեմ, բայց ցավոք այս ոլորտում մենք ունենք նաեւ նոր խնդիրներ, որոնք նոր են առաջացել։ Մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձինք նոր ծառայություններից օգտվելու համար պարտավոր են վերաքննության ենթարկվել, ապացուցել իրենց հաշմանդամությունը։ Սա նոր համակարգի ներդրման պարագայում, երբ մենք պետք է գնահատենք ոչ թե նրանց հաշմանդամություն, ոչ միայն նրանց հաշմանդամություն, այլ ծառայություններ մատուցելու համար կարիքները գնահատենք, ցավոք մենք այն օգտագործում ենք նաև եւս մեկ այսպես ասեմ, ֆիլտր ծառայությունների համար, ինչը բնականաբար, ես կարծում եմ, որ նրանց իրավունքների կոպիտ խախտում է եւ ծառայությունների համար անհասանելիության, այսպես նոր անհասանելիության դրսևորում։ Այս մասով մենք լուրջ անելիքներ ունենք եւ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում։ Մենք քննարկումների իհարկե իրականացնում ենք մեր գործընկերների հետ։ Մյուսը, որի մասին դուք խոսեցիք նաև ձեր ելույթում, հոգեկան առողջության խնդրին է վերաբերում։ Տիկին Մանասյան, դուք նշեցիք, որ հոգեկան առողջության ոլորտում մենք ապաինստիտուցիոնալացման խնդիր ունենք, բայց ես ուզում եմ ցավով նշել, որ մենք ապաինստիտուցիոնալացման չենք կարող գնալ
Նաև այն պատճառով, որ հենց այս ամբիոնից շատ հաճախ հնչում է խտրական խոսք, խտրական վերաբերմունք եւ կարծրատիպեր վերարտադրող խոսք։ Հենց նոր էլ տիկին Էլինար Վարդանյանը անուղակի խտրականության, ասես ասեմ, դրսևորում էր իր խոսքում, երբ խոսում էր օրինակ պաշտոնյաների հոգեկան առողջությունը ստուգելու վերաբերյալ։ Պարոն Արծվիկ Մինասյանը ի պատասխան մեր այն խոսքին, թե մեզ տարբեր համայնքներում հարցնում են, իսկ երբ պիտի երկրորդ նախագահը, հա, կամ երրորդ նախագահը կալանավորվեն, դատապարտվեն եւ մեզանից հանրությունը սա է պահանջում, ինքն էլի պատասխանեց, ասում է, որ մեզ էլ ասում են, բա ինչի հոգեկան առողջության տեստեր չեք անցկացնում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Պարոն Մինասյան, երբ մեզ այս հարցը տալիս են նախագահների հետ կապված, մենք պատասխանում ենք, որ ամեն ինչ պետք է օրենքով սահմանված կարգով լինի։ Իսկ դուք ինչ եք պատասխանում։ Օրինակ ինձ շատ հետաքրքիր է։ Օրինակ դուք ասում եք, որ վատ կառավարումը որևէ կապ չունի առողջական խնդրի հետ, որ օրինակ Հայաստանում վատագույն եւ նույնիսկ ամենահրեշավոր հրամանները տրվել են եզակի սառնասրտությամբ, առանց էմոցիաների եւ նույնիսկ առանց կասկած հարուցելու հոգեկան առողջության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այս իմաստով մենք լուրջ անելիքներ ունենք եւ իդեպ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիկ հակված են վնասելու ոչ թե ուրիշներին, այլ իրենց։ Եվ նաև սա է կարծում եմ պատճառը, որ տիկին Արդարադատության նախարարը խոսել է ինքնավնասումների ոլորտում ուսումնասիրությունների մասին, որովհետև իսկապես այս պարագայում մենք հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պաշտպանելու եւ ոչ թե նրանց ուրեմն թիրախավորելու խնդիր ունենք։ Եվ ամփոփելով խոսքս, ես ուզում եմ նշել, որ իհարկե ես գնահատում եմ ձեր այն ուշադրությունը, որը դուք հատկացրել եք այն բանին, երբ ես քննադատել եմ, դատապարտել եմ բռնությունը, բայց ինձ համար իհարկե ցավալի է, որ սա լավ բան է համարվում Հայաստանում եւ ոչ թե նորմալ։ Ես կարծում եմ, որ բռնությունը պետք է դատապարտել առանց որևէ բայցի, առանց որևէ արդարացման, առանց բացառությունների։ Եվ դա առաջին հերթին պետք է արվի հենց այս ամբիոնից, հենց այս դահլիճից։ Շնորհակալ եմ։